էներգետիկ կախումը ամենալուրջ կախումներից մեկն է։ Տեսեք, խոսում ենք ռուս-ուկրաինական պատերազմի ժամանակ։ Ամենացավոտ տեղը էներգետիկան է։ Երկու պետության համար։ Մենք մեր էներգետիկան հանձնում ենք Ադրբեջանին, ասում ենք լեպերն ենք միացնում եւ Թուրքիային։ Դուք պատկերացնում եք ինչ ենք անում։ Դուք պատկերացնում եք այդ անգրագետի պահվածքը։ Ասում եմ մենք Ռուսաստանի հետ խնդիր չունենք, հարաբերություններ ստեղծենք։ Չի կարա Թուրքիան, Ադրբեջանը կառավարի Հայաստանում էներգետիկայով եւ դա դուր գա Ռուսաստանին կամ ամերիկացիներին կամ եվրոպացիներին։ Չի կարող այդպիսի բան լինել։ Հա իրան գալու են ասեն լավ, բարեկամություն արեք եւ այլն, բայց դա միջազգային տեսակետից ընդունված պահվածք է, բայց իրականությունը պետք է հասկանաս, որ ինքը չի կարող հասկանալ։ Եվ այս ավանտյուրան շարունակում է։ Չի լինելու խաղաղություն Ադրբեջանի հետ։ Չի լինելու դելիմիտացիա։ Ինչ եղավ։ Ադրբեջանի ուզածը դրինք, տվինք, սահմանի հարցերը փակված մնաց։ Էլի է տալու, խոսքս հիշեք, էլի է տալու։ Հանուն իրանց աթոռների ամեն ինչի ընդունակ է։ Հանուն աթոռը պայելու սահմանադրություն փոխեն։ Սա էլ երկրորդն է արդեն։ Սահմանադրությունը ուզում փոխի, որ աթոռին նստի։ Ինչքան կարելի է։ Կատեգորիկ։ Մենք ժամանակ չունենք։ Մեր սոցիալական եւ վիճակը եւ տնտեսությունը վատանալու է։ Եթե այս քաղաքականությունը շարունակվեց։ Հայաստանին ոչ մեկ չի փրկելու, ոչ մեկ իր շուգան չի տրամադրելու։ Ես ձեզ նորից ասում եմ, նույնիսկ եթե սերտիֆիկատները Եվրոպայից ստանան, բիզնեսմենին Մակրոնը չի կարա կանչի ասի կառնես Հայաստանից պամիդոր, բացառվում է։ Մակրոնը չի կարա կանչի Հայաստան իր բիզնեսմենին եւ ասի Հայաստանից կոնյակ կառնես, որտեղ ֆրանսիացիները մեր կոնյակը չեն խմելու։ Մենք 300 տարի Ռուսաստանին սովորացրել ենք խմել հայկական կոնյակ։ Խմիչքը։ Հա, կոնյակը կասեք 100 տարի առաջ է եղել, համաձայն եմ, բայց հայկական խմիչքը, հայկական սննդամթերքը, ամեն ինչը հայկական արտադրանքը, ապրանքը։ Եվ եկեք չմոռանանք Շուստովը ով է եղել, երբ որ հիմնել է Հայաստանում այդ զավոդը։ Ու ինչի համար է հիմնել։ Եվ մարդիկ սովորացրել են խմել հայկական կոնյակ։ Դուք հիմա ասում եք տանենք Եվրոպա։ Տարեք, տենամ իտալացիներն են հայկական գինի խմելու, ֆրանսիացիները, թե իսպանացիները, նույնիսկ Արգենտինայում հայկական ալկոգոլին չեն սպասում։ Ես պարզ ասում եմ, այս սա խաբեբայություն է եւ ավանտյուրա է։ Ժորժան ստապվել է պետք, գցել է սրան պետք ու պետքա դուրս գալ փողոց եւ փողոցով սրան շպրտել։ Ուրիշ տարբերակ չկա։